Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին։ Բարև ձեզ, Արմինե, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր զրույցը սկսենք թերևս ամենակարևոր իրադարձություններից մեկով, մասնավորապես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ այցելել էր Երևան եւ երկուստեք թե հայկական թե ռուսական կողմերը աչքի ընկել ուշագրավ հայտարարություններով եւ սա նաեւ տեղիք է տվել այն քննարկման նաեւ հայաստանյան դաշտում նախ եթե ամփոփ ինչպես կնկարագրեք հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս փուլը եւ արդյոք այս հայտարարությունները վկայում են, որ Մոսկվան եւ Երևանը որոշել են նոր էջ բացել։ Երեք կարծում եմ, որ հարցի երկրորդ մասից եթե գամ, կարծում եմ, որ այո, որովհետեւ տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ աշխատանքային կապուկիները կարծես չէին աշխատում, բարձր եւ բարձրագույն մակարդակով շփումները, եթե նույնիսկ այն դրանք ինտենսիվ չէին, հրապարակային դաշտում տեսնում ենք, որ կողմերը իրենց դժգոհություն արտահայտում են հրապարակային դաշտում, որում տարբեր պաշտոնյաների շուրթերով, իսկ այս այցը կարծես թե ազդարարում է այն, որ կողմերը այնուամենայնիվ շահագրգռված են միասին աշխատելու եւ գտնելու լուծումներ ուղղված ճգնաժամի հաղթահարման։ Այլ հարց է, որ այս գործընթացի շրջանակներում կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, տարբեր շահեր ունեն եւ տարբեր գործիքակազմ են նաեւ կիրարկում եւ պատրաստում կիրարկել։ Ինչպես կբնութագրեմ առասարակ այցը, եթե հենվենք այն մամուլի ասուլիսի վրա, որը տեղի ունեցավ, Միրզա Լավրով մամուլի ասուլիսը, կարծում եմ այն շատ կարեւոր այց էր, քանի որ հնարավորություն տվեց մեզ լսելու հրապարակային այն բոլոր հայտարարությունները երկու նախարարների կողմից, որոնք դաշտում այս կամ այն կերպ պտտվում էին, բայց շատ կարևոր է, երբ այդ հայտարարությունները մենք տեսնում ենք նաև հնչում են երկուսի կողմից, երբ համատեղ մամուլի ասուլիս է տեղի ունենում։ Դա նշանակում է, որ կողմերի միջև տեղի ունեցել բավական բաց, խորքային, համապարփակ քննարկում, ինչը եւ փաստեց նաեւ Հանրապետության արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը։ Շատ լավ, եթե մի փոքր դետալային անցնենք այդ ուղերձներին, որովհետև շատ ուղերձներ հնչեցին թե մամուլի ասուլիսին, թե հետո Լավրովի մասնակցությամբ, ապա հետաքրքիրն այն էր, որ օրինակ հայկական կողմը նշեց, որ չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները եւ նաեւ միտված է երկարաժամկետ փոխշահավետ իհարկե գործընկերություն հաստատել Ռուսաստանի հետ։ Այս ուղերձները ինչպես հասկանալ, որովհետև շատերի մոտ շփոթ են առաջանում նաեւ այն մարդկանց, ովքեր որ ավելի շատ արևմտյան ուղղության ջատագովն են եւ փորձում են Հայաստանը այդ ուղղությամբ պատկերել եւ առասարակ սա արդյոք հարցականի տակ չի դնում արևմտյան հեռանկարը, մանավանդ հաշվի առնելով Հայաստանի վարչապետի խոսքերը, որ Երևանը պատրաստ է հնարավորինս մոտ գտնվելու Եվրամիությանը, որքան այն հնարավոր կլինի։ Տեսեք, ինչքան որ ես հասկանում եմ, մեր արտաքին քաղաքականության կուրսը վերաբերում է դիվերսիֆիկացման եւ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության։ Այլ ոչ թե այլ ուղղությամբ գնալու։ Այո, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը որքան որ շահագրգռված պետք է լինի խորացնել իր հարաբերությունները տարատեսակ արևմտյան ուժային կենտրոնների, նույնքան էլ պետք է շահագրգռված լինի իր հարաբերությունները կարգավորել եւ գտնել որոշակի համատեղ շահեր իր դե յուրե ռազմավարական դաշնակցի հետ, որտեղ եթե մենք ռազմավարական դաշնակցին այդ կոնֆիգուրացիայից դուրս ենք թողում, դա նշանակում է, որ արտաքին քաղաքականությունը ամենևին էլ բալանսավորված եւ բալանսավորման մասին չէ։ Սա առաջինը, երկրորդ, ինչ վերաբերում է հայտարարություններին, վերաֆորմատավորել, այսպիսի արտահայտություն հնչեց արտաքին գործերի նախարարից Արադ Միրզոյանից, ընդհանրապես դիվանագիտության մեջ բառամթերքը շատ կարևոր է, նույնիսկ բառերի տեղերը փոխելիս կարող է իմաստը ամբողջովին փոխվել։ Ես կարևորեի թերևս մեկ նախադասություն, որը Արադ Միրզոյանի կողմից արվեց հենց իր խոսքի սկզբում, ընդգծեց, որ կողմերը պայմանավորվել են իրենք բանակցությունների ժամանակ պայմանավորվել են շարունակել աշխատել կողմերից յուրաքանչյուրի շահերի
ոչ թե համատեղ շահերի հիման վրա, այլ կողմերից յուրաքանչյուրի շահերի հիման վրա։ Ցան հարգելով մեկը մյուսի շահերը։ Դա նշանակում է նախ սա նշանակում է առաջին հերթին, որ ընդգծվեց, որ շահերը հակադիր են եւ շատ ոլորտներում, շատ տեղերում շահերը հակադիր են, եւ սա բաց տեքստով ասվեց երկու նախարարների կողմից, որովհետեւ յուրաքանչյուր հարցի նրանք տարբեր մոտեցումներ էին ցուցաբերում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Եվ Հայաստանի կողմից այս ձևակերպումը ընդգծելը չափազանց կարևոր էր, ինչու, որովհետև հայ-ռուսական հարաբերություններում մշտապես ընդգծում եմ, խնդիրը եղել է այն, որ մեր ազգային պետական շահը ասոցացվել է, նույնականացվել է Ռուսաստանի ազգային պետական շահերի հետ։ Այսինքն մենք միշտ պատկերացրել ենք, որ դրանք նույնական են, բայց դրանք չեն կարող լինել նույնական, մասնավորապես հիմա, երբ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը առհասարակ փոխվում, որի մասին նաև ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը խոսեց, բերելով օրինակներ եւ տարածաշրջանի առումով եւ առհասարակ գեոպոլիտիկ առումով։ Սա նշանակում է, որ շահերը որքան էլ որ իրարից տարբերվում են, եւ որքան էլ որ սա նորմալ է, շատ օբյեկտիվ իրավիճակ է, նույնքան էլ այդ շահերի տարբերվելը իրենից հնարավորությունների դաշտ կարող է բացել, որպեսզի կողմերը կարողանան միասին աշխատել։ Այո, բայց օրինակի համար նույն Լավրովի հայտարարությունը եւ նաեւ Հայաստանի հայտարարությունը երկարաժամկետ համագործակցության արդյոք ոնց որ սա չէր նշանակում երկարաժամկետ սկզբունքային համաձայնություն եւ ինչ որտեղ կարող է կանխարգելել մեր դիվերսիֆիկացիային միտված քայլերը։ Ներողություն, օրինակ բերեմ, մասնավորապես մենք սպառազինություն ենք ձեռք բերում Ֆրանսիայից եւ այդ հարցն էլ հնչեց, նա մեծ հաշվով դեմ արտահայտվեց այդ գործընթացին, ասելով որ Մոսկվան եւ Փարիզը տարբեր հակատիչ կողմերում են գտնվում։ Հետևաբար դրա համար է ընդգծում հենց այն արտահայտությունը, որ Արարատ Միրզոյանն արեց, որ մենք ունենք տարբեր շահեր, այսինքն յուրաքանչյուրի շահերի պետք է հաշվի առնեն, մեկը սա, երկրորդը, եթե մենք ուշադիր եղանք, անվտանգությունը որպես համագործակցային ոլորտ ընդգծվեց միայն Ռուսաստանի կողմից։ Իրենք երեք ոլորտ ընդգծեցին՝ տնտեսություն, անվտանգություն եւ տեղեկատվական նաև ոլորտում համատեղ աշխատանք։ Այս երեքը հիմնական ուղղություններն էին, որոնք ընդգծեցին ռուսները։ Մեր կողմից անվտանգությունը որպես աշխատանքային ոլորտ որևէ կերպ չընդգծվեց, հակառակը հարց ու պատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանը հստակ խոսեց, որ այո, Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտականությունները, մենք ունենք օբյեկտիվ մտահոգություն եւ այլն, այսինքն կարծես թե հապկի հարցը նույնիսկ այսպես չխորացավել, թե հապկի հարցը ինչ էր ինձ ներկայացում, կարծես թե հենց պարզ է արդեն թե հապկի հետ կապված մենք ինչ խնդիրներ ունենք։ Հապկի հետ կապված ավելի շատ շեշտվեց, որ սառեցված է, բայց միևնույն ժամանակ Հայաստանը բոլոր ոլորտները շեշտեց, այսինքն դա էլ միայն տնտեսական գործոնին չէր վերաբերում։ Տեսեք, եթե ռուսական կողմը առաջինը ոլորտների առումով շեշտադրումներ առանձին ոլորտներ ընդգծեց Ռուսաստանի կողմից, հետեւաբար, եթե մենք կարևորեինք ընդգծել առանձին ոլորտները, մենք ինքներս էլ պետք է դա ընդգծեինք։ Եթե դա չի ընդգծվում, ընդհանրական, ընդ որում այդ ընդհանրականի հիմքում որն էր, ինչ գաղափար էր դրված, որ այո, մենք ունենք խնդիրներ, վերաֆորմատավորում չենք պատրաստում անել եւ սա, գիտեք, նորից այս բառը ինչ է իրենց ներկայացում, վերաֆորմատավորել նշանակում է ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մակարդակը կամ բարձրացնել կամ իջեցնել։ Հայաստանը ասում է, որ ինքը չի պատրաստում դա անել, բայց ինչու չի պատրաստում անել, որովհետև իր պայմանագրային բազա գոյություն ունի, ամեն ինչ այնտեղ գրված է։ Այստեղից ինչ եզրանկման է գալիս, որ դե յուրե մենք չենք իջեցնում եւ չենք բարձրացնում մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց արձանագրված խնդիրները, որոնք գետնի վրա առհասարակ արձանագրվել են, մենք դրանք հաշվի ենք առնում, չենք կարող դրանք արամարել, չնկատել, մենք դրանց մասին բաց խոսում ենք եւ փորձում ենք գնալ կողմերից յուրաքանչյուրի շահերի հիման վրա լուծումների, ուր կտանի ճանապարհը, դա հարցի մի այլ կողմ է։ Իդեպ հայ սլավոնական համալսարանում Լավրովը իր դժկամությունը հայտնեց կամ վերաբերմունքը հայտնեց եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ համաժողովի վերաբերյալ, որ անցավ օրերս Բուդապեշտում, այսինքն այստեղ էլ դեռևս որոշված չէ, որ հնարավոր է որ Հայաստանը այսինքն ընդունի այն համաժողովը։ Ես գրեթե բացառում եմ, որ Հայաստանը կարող է իր որոշումները կայացնել սուվերենության տրամաբանությունից դուրս։
Դե ուղղակի հաշվի առնելով այդ չի կարող լինել, դա նախկին տրամաբանություն է։ Այստեղ է որ մենք պետք է, այստեղ է որ մտահոգությունը մեծ է հանրության շրջանում եւ օբյեկտիվ է որ այդ մտահոգությունը մեծ է, որովհետեւ մենք տասնամյակներով այդ տրամաբանության մեջ ենք եղել։ Դրանք տարբեր են, տարբեր տրամաբանությունների ներքո են դրվում հիմա հայ-ռուսական հարաբերությունները միջպետական։ Նախկինում ինչու եմ ընդգծում, որ մենք մեր շահերը իդենտիֆիկացրել ենք, այսինքն պատկերացրեք, որ դրանք նույնական են։ Եթե Ռուսաստանը չուզենար, որ մենք որևէ տեղ գնայինք, մենք ամենայն հավանականությամբ այդտեղ չէինք գնա։ Հիմա այդպես չի կարող լինել, որտեղ Ռուսաստանը կարող է ունենալ իր դիրքորոշումը, մենք կարող ենք ունենալ մեր դիրքորոշումը։ Եվ ըստ էության, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը խոսեց, երկար խոսեց, հա, Արևմուտքի, Եվրոպական միության եւ այլն, թե ինչպիսի քաղաքականություն են վարում Ռուսաստանի դեմ, մի ուշագրավ հանգամանք ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել սրա վրա, Արարատ Միրզայանն նույնպես խոսքը վերցրեց, շարունակեց, ընդգծեց, որ տեսնում եք տարբեր մոտեցումներ կան, մենք ունենք մեր մոտեցումը, Ռուսաստանը ունի իր մոտեցումը եւ այլ երկրներ ունեն իրենց մոտեցումը։ Իսկ սա նշանակում է, որ նորից մենք միասին հետայսու աշխատելու ենք հենվելով ոչ թե համատեղ շահերի վրա, համատեղ շահեր արտահայտությունը ես չլսեցի Հայաստանի կողմից։ Ես չլսեցի, ես լսեցի հաշվի առնելով երկու կողմերից յուրաքանչյուրի շահերը։ Շատ լավ, դուք նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ակտիվ դերակատարներից եք նախաձեռնող խմբի անդամ, եթե չեմ սխալվում, եւ կուզեի եւ այս օրինագիծը խորհրդանը ընդունել է։ Արդյոք նաև այսուհետ նույնպես փորձելու եք այս ուղղությամբ շարժվել եւ նորից վերադառնանք արդյոք այս հանդիպումը եւ նոր էջի բացումը չի ստվերելու կամ հարցականի տակ դնելու դրա հեռանկարը։ Տեսեք, նախաձեռնող խմբի անդամ չեմ ես, սատարում եմ գործընթացը եւ ինչու եմ սատարում գործընթացը, որտեղ ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը պետք է կարողանա բազմազանեցնել իր արտաքին կապերը, այսինքն այն քաղաքականությունը, որ մենք բոլոր ձևերը դրել ենք մեկ զամբյուղում, չի աշխատել։ Սա հիմնական, այսպես ուրեմն շարժիչ ուժն է այն դիրքորոշման, որ ես իմ մոտ ձևավորել եմ եւ խոսքը վերաբերում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացմանը։ Երկրորդ հանգամանքը ես ոչ այնքան կարևորում եմ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը, որքան կարևորում եմ գործընթացը։ Ինչ նկատի ունեմ, որտեղ կարելի է ասել, որ եթե գործընթացը հաջող է գնում, պետք է հանգեցնի անդամակցությանը։ Ես նկատի ունեմ, որ եթե մենք հետևողականորեն խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ նույն տնտեսական ոլորտում, հա, կարողանում ենք լավարկել մեր ապրանքները, հա, կարողանում ենք մեր համար եվրոպական շուկան բացել, կարողանում ենք մարդու իրավունքների գծով նաև շարունակական առաջընթաց գրանցել։ Կարողանում ենք նաև օգտվել Եվրոպական միության անվտանգային կոմպոնենտից, լինի դա Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, լինի դա խաղաղության գործիքը, եւ տեսնենք արդեն թե ԵՄ-ի ինչ զարգացումներ են լինում նաև այս անվտանգային առումով։ Այո, այս ամեն բոլոր գործընթացները իրենք նպաստելու են Հայաստանի Հանրապետության սուվերենության ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետության գրավչության բարձրացմանը, հա, տարատեսակ ուժային կենտրոնների համար, այս ամենը նպաստելու է հենց ուղիղ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությանը, որովհետև եթե ես կարող եմ եվրոպական ստանդարտներով արտադրություն կազմակերպել, ապրանքներ արտադրել եւ կարողանամ դրանք տարբեր շուկաներ արտահանել, դրանից օգտվելու են նաեւ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի օգտվելու է։ Դրա համար եմ ընդգծում, որ այս գործընթացը, որը հետևողականորեն մենք պետք է առաջ տանենք, միտված է մեզ մոտարկելու Եվրոպական միությանը, իսկ առհասարակ Հայաստանի Հանրապետության հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը, բնականաբար դա չի կարող լինել միայն ցանկությունների հիման վրա։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք էներգետիկ անվտանգության խնդիր, մենք ունենք սահմանների խնդիր, այստեղ շատ փաթեթով պետք է հարցին նայել։ Եթե լավ տարբերակը, հա, այսպես մի փորձենք երկու տարբերակ դիտարկել, նեգատիվը եւ դրականը։ Եթե պատկերացնենք դրական տարբերակը, եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը դառնում է իրատեսական, կողմերը հետզհետե գնում են այդ ճանապարհով։ Եթե Հայաստան-Թուրքիա սահմանն է բացվում եւ
այս ուղղությամբ է աշխատանքներ տարվում։ Եթե Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններն են, այսինքն այստեղ եթեները կարելի է շատ շարունակել, ապա ընդհանուր գեոպոլիտիկ առումով նույնիսկ այդ անվտանգային ճարտարապետությունը նաև գծվում է, հա, որովհետև հիմա չկա ճարտարապետություն, հա, այսինքն եթե process-ը սկսում է, գծվում է եւ մենք ինչ որ մի հրաշքով ունենում ենք այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև թշնամանքը նահանջում է, ելի լինում է ուրեմն հակամարտային հարաբերությունները, բայց նաև համագործակցային, մրցակցային, այո, բայց նաև համագործակցային։ Տիկին Վարդան, շատ ճիշտ նշեցիք, բայց եթե համեմատենք ներկայիս իրավիճակի հետ, մի փոքր դա հեռուն գնացող գուցե հեռանկարում լինի, բայց այնուամենայնիվ ձեր հարցազրույցներից մեկում էլ նայել եմ, որ դուք շատ եք կարևորում այդ համակարգային անվտանգության կոնցեպտը Եվ շեշտը դնում եք հենց ձեր դեպի այս Եվրամիություն տալով գործընթացում, որ համակարգայինը չի նշանակում այն ռազմական կոմպոնենտը, այսինքն ներառում է նաև տնտեսական կոմպոնենտը եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ էլ այլ խնդիր կա, որովհետեւ նույն պաշտոնական Երևանը ընդհանրապես հայտարարում է եւ քանիցս որ չի պատրաստում ԵԱՏՄ-ից դուրս գալ, մանավանդ այս ոլորտներում եւ անգամ այն ժամանակ, երբ որ երկուստեք լարված էին հարաբերությունները, միշտ Հայաստանը շեշտադրում էր հենց ԵԱՏՄ-ում առևտրի ծավալները որպես ցույց տա որպես դրական դինամիկա Եվ էլ չեմ ասում կախվածությունը, այսինքն այս դեպքում էլ ստացվում է, որ եւ սան էլ եթե գումարենք Եվրամիության անվտանգային ճգնաժամը, այսինքն սա մի փոքր աղոտ է դարձնում։ Միանշանակ աղոտ։ Շատ խոցելի է։ Միանշանակ եւ աղոտ է եւ խոցելի է, ես այդ 100%-ով համաձայն եմ, այստեղ որևէ երկրորդ կարծիք կարծում եմ լինել չի կարող, եթե մենք իրատեսականության շրջանակներում ենք նայ, որովհետեւ նորից գլոբալ անորոշության ժամանակահատված է, այսինքն մենք նույնիսկ չենք կարող ասել մեկ շաբաթ հետո Ինչպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ նույն մեր տարածաշրջանում։ Ժամանից ես այդ միանշանակ համաձայն եմ, բայց ես նաև հակված եմ նրան, որ մենք պետք է մեր տնային աշխատանքը կատարենք եւ դուք իրավացիորեն նշեցիք, ես միշտ ընդգծում եմ, որ անվտանգությունը պետք չէ միայն դիտարկել որպես ռազմական Պետք է դիտարկել համապարփակ, իսկ համապարփակ անվտանգության պարագայում այստեղ անվտանգության տարբեր բաղադրիչներ, կոմպոնենտների վրա պետք է աշխատանք տանել։ Օրինակ, ինչու եմ ընդգծում, եթե պատկերացնում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ինչ որ դրական հա գործընթաց է տեղի ունենում, տարածաշրջանը որոշակի խաղաղության, հա, այսպես փուլի մեջ է, չէ՞ մտնում։ Կարող է սա ներդրումներ գրավել դեպի տարածաշրջան։ Յուրաքանչյուր ներդրում, որը գալու է Հայաստան եւ գալու է տարածաշրջան, իր հետևից բերելու է ինչ? Տնտեսական անվտանգություն։ Սա նկատի ունեմ, հա, այսպիսի բաղադրիչները, երբ մենք ամրապնդում ենք, մենք արդեն մեկ ուժային կենտրոնից ամբողջական կախվածության մեջ չենք լինում։ Սա էլ եմ խնդիր համարում, գիտեք, որ մենք միշտ մտածում ենք, որ կամ ենք մտածում, կամ նա պետք է լինի, կամ նա լինի, որովհետև փորձն է, պատմությունն է այդտեղ մեզ բերել հասցրել, բայց մենք առնվազն որպես փոքր պետություն շատ գործիքներ կա, որ կարող ենք օգտագործել եւ փորձում ենք օգտագործել, որպեսզի մանևրականության դաշտ ապահովենք։ Տեսեք, բայց եթե հաշվի առնենք Եվրամիությունում այդ կատարվող անորոշությունը եւ հայ-ռուսական ակտիվացումը, հնարավոր է, որ անկախ մեր կամքից մենք փորձենք ներգրավել բոլոր գործընթացներում։ Այդ թվում օրինակի համար, եթե այսօր սառեցրել ենք մեր անդամակցությունը գործունեությունը ՀԱՊԿ-ին, անգամ ստիպված լինենք դուրք տալ ինչ որ գործունեությունը կա նման վտանգ թե չէ։ Գիտեք, ես չեմ ասի, որ ես նման մտահոգություն չունեմ, եթե խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ին, որովհետև ռուս-ամերիկյան շփումները հարաբերությունների կարգավորման գործընթացը, եթե հանգեցնի տարածաշրջանային գոտիների կիսում եւ կիսելուն եւ ամրագրելուն, ապա ես չեմ բացառում, որ մենք այնուամենայնիվ կարող ենք վերանայել մեր մոտեցումը ՀԱՊԿ-ի հարցում, որտեղ այստեղ կարող է ճնշումը մեծ լինել, բայց այստեղ եկեք այլ տեսանկյունից էլ նայենք, ճնշումը որտեղից կարող է գալ եւ որ ոլորտից կարող է գալ, ինչ եմ ասում, մենք պետք է համապարփակ նայենք այս ամեն ինչին, շատ բազմաշերտ է, մի քանի շերտեր կան Էներգետիկ, հա, մեր ամենախոցելի կետը դա էներգետիկ անվտանգությունն է։ Հիմա, եթե մենք Միացյալ Նահանգների հետ ունենք ռազմավարական գործընկերային փաստաթուղթ, եւ դրա հիման վրա մենք փորձում ենք էներգետիկ անվտանգությունը մեր ապահովել դիվերսիֆիկացիայի միջոցով,
սա ինչ է նշանակում, որ առնվազն այդ էներգետիկ անվտանգության խոցելիության փուլը կարող ենք մոտ ապագայում համարել հաղթահարելի։ Սա նշանակում է, որ մենք նույն Ռուսաստանին զրկելու ենք մեզ շատ լուրջ գործիքից մեր վրա ճնշում գործադրելու։ Տեսեք, նույն ես օրինակ բերեմ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը, որն էր ամենանշանակալից ամենակարևորը, որ այդ առաքելությունը տեղակայվեց, որտեղ այդ տեղակայումից հետո Ադրբեջանը այլևս չէր ստացվում Ադրբեջանի գործիքայնացնել եւ մեր վրա ճնշումներն էին արդեն նվազում, որովհետեւ այդ ֆիզիկական անվտանգության հարցը թեպետ այնտեղ մենք ռազմական ներկայացնում ինքնին գործոն է։ Ինքնին գործոն է, սրանց մասին ես այս հարցերն եմ ուզում ընդգծել։ Հիբրիդային մարտավարություն պետք է որդեգրենք, ընդ որում ինչի եմ ընդգծում հիբրիդային, որովհետև հիբրիդի ժամանակ միաժամանակ են բոլորը աշխատում, մեկը որ չաշխատեց, մնացածը կարող են փլվել, կարող են չաշխատել։ Եթե գրագետ էս ամեն ինչ առաջ տանենք եւ իրապես լինենք բազմազանության տրամաբանության մեջ, ոչ թե մի ուժային կենտրոնին դուրս թողել, մեկին ներս հրավիրել։ Որտեղ եկեք Ռուսաստանի տեսանկյունից նայենք իրավիճակը։ Լավրովն էլ ընդգծեց, ասեց մենք դեմ չենք, դուք ում եք ուզում եք կարող եք ընկերություն անել, բայց դա չպետք է լինի մեր շահերի հաշվին։ Այո, երրորդ ուժերի բացառման հաշվին։ Այո, մեր շահերի հաշվին։ Երկրորդ ինչ ընդգծեց, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունների կողմից, սա էլ որպես այստեղ մենք ունենք շատ, այսինքն տարբեր դիրքորոշումներ ունենք, չէ՞, բայց ինչ լծակներ կարող է Ռուսաստանը մեր վրա գործադրել, մեզ ճնշելու, որպեսզի մենք հրաժարվենք օրինակ արևմուտքի հետ մերձեցման գնալուց։ Նորից, էներգետիկ անվտանգությունը առաջինը։ Եթե գնում ենք բազմազանեցման ճանապարհով, քիչ թե շատ մենք չեզոքացնում ենք դա եւ մտնում ենք արդեն ավելի իրատեսականության։ Օքեյ, դրանք երկար ժամանակ պահանջող գործընթաց է։ Գիտեք, չենք կարող խոսել քաղաքականությունից, եթե միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարով չենք։ Հայ-ռուսական հարաբերությունների ապագան ձևավորվում է այսօր։ Շատ լավ, այսինքն մեծ հաշվով հասկացա, որ ռեգիոնալացումը որպես ինքնին գործընթաց ձեռնտու չէ Հայաստանին եւ փորձելու ենք ճիշտ կլինի, եթե բազմազանեցման ճանապարհով գնա։ Այստեղ շատ հետաքրքիր կուզեի նաև միջազգային օրակարգին անդրադառնալ հայ-ադրբեջանական գործընթացի համատեքստում, գործընթացը վաղուց երկկողմ բնույթ ունի, բայց տարբեր ուժեր փորձում են իրենց միջնորդական առաքելությունը ցույց տալ, դրսևորել։ Մանավանդ Լավրովը խոսեց այն պայմանավորվածությունների վրա, որ պետք է երակոմ եւ շեշտադրեց ամենակարևորը 2020-ից 22 թվականի պայմանավորվածությունները, այսինքն ռուսական հարկի տակ եւ հասկանալի է, որ խոսքը նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին է, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ նույն Մարկո Ռուբիոն է հետաքրքրություն դրսևորել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի նկատմամբ, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ նույն Միացյալ Նահանգները նույն ռուս-ուկրաինական պատերազմում են փորձել միջնորդի դեր, բայց չի հաջողվել։ Հիմա այս երկու մեծ խաղացողների դերակատարումը ինչպիսին կարող է լինել եւ ինչ սպասել։ Այո, գիտեք, հետաքրքիր իրականում հայ-ադրբեջանական գործընթացի շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում եւ ռեգիոնալ եւ գլոբալ ուրեմն կոնֆիգուրացիայի ներքո։ Տեսեք, իրականում ամերիկյան կողմին իհարկե ձեռնտու է, որպեսզի հիմա տարածաշրջանում լինի հանգիստ իրավիճակ, քանի դեռ Վաշինգտոն-Մոսկվա բանակցությունները շարունակվում են։ Սա պարզ է։ Երկրորդ, բնականաբար Թրամփին հենց անձամբ ձեռնտու է, որպեսզի ինքը հայ-ադրբեջանական օրինակով իրոք այդ խաղաղությունը, այո, հաղթանակը բերի եւ այսպես։ Բնականաբար Ադրբեջանի վրա ճնշումները բավական մեծ են պայմանագիրը ստորագրելու հարցում։ Կան, այո, ըստ այո, եւ դրանք բավական տեսանելի են եւ այն, որ Մարկո Ռուբիոն 3 հարց-պատասխանի լսումների ժամանակ նաեւ խոսեց այն մասին, որ ուրեմն գերիների հարց մարդու իրավունքների ուրեմն այն որ կոնֆլիկտը իրատեսական է եւ իրենք ամեն ինչ անում են որպեսզի կանխարգելեն որևէ ռազմական լուծում, որպես ռազմական զարգացում, այս ամենը արդեն փաստում է նրա մասին, որ ճնշումները իրականացվում են հենց Ադրբեջանի վրա։ Ես չեմ բացառում, որ մենք կարող ենք ապագայում ունենալ իրապես ստորագրված պայմանագիր։ Այլ հարց է, թե այդ պայմանագիրը երբ կարող է վավերացվել, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք այսօր թերևս առաջին անգամ եմ այս արտահայտությունն անում, երևի թե առավել մոտ ենք պայմանագրի ստորագրմանը, քան երբևէ, հա։ Ինչու եք այդպես կարծում։ Ես այսպես եմ կարծում, որովհետև Ադրբեջանի մանևրելու հնարավորությունները այլևս կարծես թե սպառվել են։ Իսրայելի
դուք ինքներդ ոլորտի մասնագետ եք, բոլորս էլ գիտենք, որ Իսրայելի միջոցով իրենք փորձում են հնարավորինս դուրս գալ հենց ամերիկյան կողմի ստեղծելու եռանկյունին։ Այո, կարծես թե սա չի հաջողվում։ Լավ, իսկ կներեք, իսկ այս համատեքստում հնարավոր է որ Մոսկվան Բաքվին օգնի, մանավանդ որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հենց նշանակում է ի վերջո միջանցքային գուցե տրամաբանություն։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Ադրբեջանին ձեռք է տալիս, որպեսզի տարածաշրջանը մնա ռուսներին, որտեղ իրենք իրենց սուբհեգեմոն են դիրքավորում, եւ եթե իրենք թույլ տան, որպեսզի այդպես լինի, որ ռուսները լիդ վերցնեն, այսինքն այդ առաջնորդությունը վերցնեն, ապա ճնշումները լինելու են հավասարաչափ եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նկատմամբ, այսինքն այն ավտորիտար մենեջմենտը, որը ռուսները միշտ օգտագործել են, չէ՞, դա իմպերիաներին շատ հատուկ գործիքակազմ է, դա աշխատելու է։ Ես կարծում եմ, որ իրենք ավելի շատ կուզենան, նաեւ ինչու եմ համարում, որ մանևրականության դաշտը իրենց տեղացել է, քանի որ Ադրբեջանը չի կարողանում ուղիղ դուրս գալ Թրամփի վարչակազմի ուղղությամբ, այսպես ուղիղ, հա, իր ուզած նպատակներին հասնել, թերևս կարող է պայմանագրի ստորագրումը դառնալ այն գործիքը, որով նա կարողանա ինչ-որ կերպ իրեն վաճառել, ինչ-որ կերպ իրեն ավելի գրավիչ դարձնել, հա, այսինքն մտնել ավելի մեծ խաղի մեջ։ Դրա համար ես չեմ բացառում, որ մենք միջնաժամկետ հեռանկարում այնուամենայնիվ կարող ենք տեսնել ստորագրված պայմանագիր։ Եվ վերջին հարցը կուզեի կոմունիկացիաներից խոսել, այստեղ շատ հետաքրքիր է եւ կուզեի անդրադառնալ նաեւ միջազգային խաղացողների դիրքորոշմանը, հա, սա ինչ խմորողների տեղիք կարող է տալ եւ եթե օրինակի համար ռազմական առումով ուժեղ կողմը Ադրբեջանն է եւ Միացյալ Նահանգները փորձում են ձգտել հնարավորինս լուծել կոնֆլիկտը, արդյոք հնարավոր է ինչ-որ պահի նրանք բռնեն ադրբեջանական գիծը կամ մենք ինչ մարտահրավերների կարող ենք բախվել։ Գիտեք, այն բանակցային այնուամենայնիվ հրապարակային դաշտում ինչ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների Իրան շփումների ժամանակ, հա, այսինքն այդ թե ընդհանրապես մերձավոր արևելքին ինչ տեսանկյունից են նայում, Իրանը ինչպես է առավել ընդգծում այդ իսլամական միասնության գաղափարը, բավական հռետորաբանությունը, ես վերջերս էի Թերանում, մասնակցում էի Թերանի երկխոսության ֆորումին, այո, դիալոգին, եւ պետք է ասեմ, որ բավական, այսպես բալանսավորված, շատ իհարկե իրանական շահերի ընդգծման, բայց այնուամենայնիվ բավական համագործակցային թեզեր էին այնտեղ հնչում եւ դա շատ տեսանելի էր, այսինքն օթում կախված այդ բանակցային դրական ֆոնը այնտեղ դա երևում էր, հա, իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում նույնիսկ ռուսների դիրքավորման ֆորմատը մեծ մասամբ կախված է լինելու Միացյալ Նահանգների Իրան բանակցային գործընթացից։ Առնվազն կարող է շատ բան փոխել։ Այո։ Շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն համատակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։